Բարի լույս, առաջին ծրագիր է սկսում է իր աշխատանքը եւ մենք շատ ուրախ ենք, որ այս առավոտ ունենք հնարավորություն ձեզ ողջունելու պայծառ տրամադրությամբ, իսկ մենք ենք Սուրենը, Սոնան եւ Ադրինեն։ Բարի լույսի էլի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրն է ATV ուղիղի եթերում, մենք սկսում ենք աշխատանքային շաբաթը միասին եւ առաջարկում ենք, որպեսզի հարմար տեղավորվեք էկրանների առջև։ Այո, հարմար տեղավորվեք, արևը ժպտում է բոլորիս, ամառային լավ տրամադրությունն ու եղանակը նույնպես, եւ քաղաքում կարծես թե կամած ամեն ինչ հանդարտվեց, գինու տոներն ավարտվեցին, բոլորը վերադառնում են իրենց աշխատանքի, իհարկե ովքեր ի վիճակի են երեկվանից հետո այսօր աշխատանքի գնալու, եւ կարծում եմ, որ ամեն ինչ, ինչպես ասում էր հայտնի երգում, եւ ամեն ինչ կսկսվի նորից։ Փոքրիկ անոնս անենք հեռուստադիտողների համար, երեք պատրաստել ենք շատ հետաքրքիր եթեր հատուկ գինու օրերին նվիրված եւ այդ եթերը մեր մոտ կլինի արդեն ուրբաթ օրը, հունիսի 13-ին, այնպես որ բաց չթողնենք սիրելի հեռուստադիտողներ, բացառիկ եթեր ենք ունենալու, առաջին ծրագիրը Երևանի սրտում է լինելու, այնպես որ կարող եք հետևել հունիսի 13-ին առավոտյան ժամը 10-ից։ Անպայման բաց չթողնեք, որովհետև ամեն ինչ արվում է, որպեսզի ձեր առավոտները լինեն բավականին հետաքրքիր եւ իհարկե շատ պայծառ տրամադրությամբ լի։ Փորձեք այդ պայծառ տրամադրություն ունենալ նաեւ ինքներդ, վարակել դրանով ձեր հարազատներին ու սիրելիներին, սկսեք աշխատանքային շաբաթը ուրախ տրամադրությամբ, իսկ օրն էլ այդպես կընթանա։ Հավատացեք, ամառը պետք է անցկացնել լիիրավ լավ տրամադրության մեջ։ Դե ինչ նշենք, որ այսօր արդեն հունիսի 9-ը, օրը երկուշաբթի, սիրելի Սուրեն, եւ երբ ես հասնում էի տաղավար, բավականաչափ բաց էին փողոցները, ինչը զարմանալի էր իսկապես, երևի պայմանավորված հենց նրանով, որ նախօրեին գինու օրերը եղան եւ ավարտվեցին, իսկ գիտենք, որ 3 օր գինու օրերի տոնին նվիրված որոշ փողոցներ, հատկապես Սարյան, Մոսկովյան եւ հարակից փողոցները փակ էին, ինչը մեծ խցանումների առիթ էր տվել, սակայն ուրախալին այն է, որ բարեբախտաբար շատ անփորձանք անցան գինու օրերը եւ ամեն ինչ լավ ավարտվեց, այնպես որ շարժվում ենք առաջ եւ աշխատանքային շաբաթվա սկզբին ես մաղթում եմ, որպեսզի բոլորս ունենանք պրոդուկտիվ առավոտ, հուսով եմ, որ հանգստյան օրերին կարողացել եք հանգստանալ, որովհետեւ ինչպես մենք արդեն նշեցինք, աշխատել ենք ձեզ համար սիրելի հեռուստադիտողներ, թեպետ ես հասցրել եմ նույնիսկ հանգստանալ, սիրելի Սուրեն, ինչ կասես դու։ Ես հասցրել եմ աշխատել։ Չէ, ես իհարկե շատ այսպես ինտենսիվ փորձերի շրջանում եմ, որովհետև Շունչ թատրոնի հետ միասին պատրաստում եմ շատ գեղեցիկ ներկայացում, որը կոչվում է Այ քեզ հարսանիք, իդեպ նրանք կլինեն արդեն մեր տաղավարում շատ շուտով, մոտորերս, եւ իհարկե նախապրեմիերյան, այսպես կարելի ասել, առաջնախաղին ընդառաջ ինտենսիվ ընթանում են փորձերը, սոնա եւ շաբաթ կիրակին այսպես ինտենսիվ մենք փորձ ենք անում, այսօր կհանձնենք ներկայացումը եւ արդեն հունիսի 25-ին եւ 26-ին կլինի պրեմիերան, այնպես որ սիրով բոլորին սպասում ենք, շատ գեղեցիկ կատակերգություն է, շատ ուրախ, շատ թեթև եւ կարծում եմ, որ պետք է ֆորմատն էլ իհարկե բացօթյա ներկայացման ֆորմատով է, այնպես որ համոզված եմ, որ նրանք ովքեր կգան ներկայացմանը, բավականին հետաքրքիր ժամանց կունենան եւ հետաքրքիր լավ տրամադրությամբ կհեռանան արդեն ներկայացումից։ Քանի որ պրեմիերաներից խոսեցի, շատ հրաշալի մի նորություն էլ ես ընթերցեմ, Սատանան կրում է Պրադա, հայտնի իմ ամենասիրելի ֆիլմերից մեկը, կունենա երկար սպասված շարունակությունը, սիրելի հեռուստադիտողներ, պաշտոնապես հայտնի է դարձել պրեմիերայի ամսաթվի օրը։ Դիսնեյը թողարկումների թարմացված օրացույցում հայտնել է այդ մասին, ֆիլմը էկրաններ կբարձրանա 2026 թվականի մայիսի 1-ին։ Թեև սյուժեի մանրամասները եւ դերասանական կազմը դեռ գաղտնի են պահվում, սակայն սպասվում է, որ Մերիլ Սթրիփը կվերադառնա որպես գլխավոր խմբագիր Միրանդա Պրիսլի կերպարում, իսկ Էմիլի Բլանտը կրկին հանդես կգա առաջին օգնական Էմիլի Չարլթոնի դերում։ Ինչ վերաբերում է Էն Հեթվեյին, ապա նա մարմնավորում է Պրիսլիի օգնականին, երիտասարդ լրագրողին, ապա պաշտոնապես հայտարարություններ դեռ չկան այս մասով։ Ֆիլմը թողարկվել է 2006 թվականին եւ դարձել իսկական հիթ, կինովարձույթում հավաքելով ավելի քան $300 միլիոն եւ ձեռք բերելով պաշտամունքային կարգավիճակ նորաձևության ոլորտում։ Եվ եւս մի շատ հետաքրքիր նորություն, շուրջ 2 ամիս 2025-ի հոկտեմբերին 9-ի նոյեմբերի 30-ը կինոռեժիսոր վավերագրող Հարություն Խաչատրյանի 10 Կոնտ, Սպիտակ քաղաք, վերադարձ Ավետյաց երկիր, Վերջին կայարանը, վավերագրողը, պոետի վերադարձը, Սահման, Անվերջ փախուստ, Հավերժ վերադարձ, Փակուղի, նկարչի 3 գերեզմանները ֆիլմերը կցուցադրվեն Փարիզի MK2 բիբլիոթեք սինեմայում, հաշվի առնելով, որ Պոմպիդու կենտրոնը փակ է լինելու նորացման համար։ Այսպիսի թեթև նորություններ եւ հրաշալի նորություն, Սատանան կրում է Պրադա ֆիլմը իմ ամենասիրելի ֆիլմերից է, ես իսկապես սպասում եմ երկրորդ մասին եւ վստահ եմ շատ շատերը ինձ նման
ասում են, որպեսզի ֆիլմը ունենա երկրորդ մաս, իհարկե մանրամասներ այդքան էլ շատ մեծ չհայտնեցին Disney-ից, բայց ամենակարևորը այն է, որ շարունակությունը լինելու է։ Իսկ հիմա մենք տեղափոխվենք Երևանի երթևեկություն եւ հասկանանք, թե երկուշաբթի առավոտը ինչպիսին է մայրաքաղաքում։ Եվ ինչպես տեսնում ենք, Ոչ բարենպաստ։ այո, ոչ բարենպաստ երթևեկողների համար, որովհետև էլի բավականին այսպես խիտ են խցանումները, երկկողմանի խցանում կա բարեկամություն բարձրացող հատվածում Կիևյան կամուրջի վրա, Օրբելի եղբայրները գնացող հատվածը նույնպես խցանված է այս պահի դրությամբ, խցանումները կան իհարկե Արաբկիրի շրջանում բավականին շատ, Կոմիտասի պողոտան երկկողմանի Վաղարշ-Վաղարշյանը նույնպես խցանված է, խցանում կա փոքր կենտրոնում, խցանում Սարալանջի վրա է բավականին շատ եւ իհարկե Միասնիկյան իջնող հատվածը նույնպես այս պայդրությամբ խցանված է։ Տեղափոխվենք Մայրաքաղաքի այս հատվածը, Իսակով Պողոտան, Աթենքի փողոցը նույնպես խցանումները բավականին խիտ են այստեղ, ինչպես յուրաքանչյուր երկուշաբթի։ Երրորդ մասի հատվածում նույնպես խցանումները կան, իսկ հիմա տեսնենք Մասիվի հատվածում սովորության համաձայն այնտեղ նույնպես խցանումներ կան, իհարկե ոչ։ Թեթևակի պարզապես մի քանի խցանում Հրաչյա Հաճարյան փողոցը նույնպես այս պայդրությամբ խցանված է։ Այսպիսին են երևանյան փողոցները, բայց հաճելի խցանում կա մեր խոհանոցում, որտեղ Ադրինեն կարարի այսօրվա ամենահամեղ ուտեստը մեզ համար։ Բարի լույս սիրելի Ադրինե։ Բարի լույս սիրելիներս, բարի ողջույն իմ թանկագին հեռուստադիտողին։ Սիրելիներս ողջունում եմ բոլորիդ, թե Հայաստանում բնակող մեր հայրենակիցների եւ թե Հայաստանի սահմաններից դուրս։ Ինչու եմ ուզում նշել այս մասին, որովհետեւ դրսից էլ շատ գրում են, նույնիսկ զանգեր եմ ստանում եւ ասում են, թե որքան են սպասում այս ժամերին, որ միանան մեզ առաջին ծրագրին։ Մենք բոլորս ձեզ ողջունում ենք եւ ամենակարևորը լավ տրամադրություն ենք մաղթում ու ասում ենք մշտապես մնացեք մեզ հետ, մենք կփորձենք այս 2 ժամը ձեր տրամադրությունը բարձր պահել։ Սիրելիներս, այսօր պատրաստելու ենք շատ համեղ եւ նախուտեստի տարբերակ եւ տաքուտեստ, կփորձեմ այս ընթացքում 2 տեսակի բաղադրատոմս առաջարկել ձեզ, տեսնենք թե ինչպես կստացվի եւ ընթացքը ինչ ցույց կտա, սակայն ասեմ, որ հետաքրքիր բաղադրիչ եմ այսօր ընտրել, վստահ եմ բոլորդ էլ ծանոթ եք, գիտեք դա ինչ է, բայց միգուցե մինչ օրս չեք գնել, չեք փորձել կամ ձեր աչքի տակով չի ընկել, որովհետև իրականում այն այնպես չէ, որ տարածված է խանութներում եւ կարող ես հանգիստ ձեռք բերել, ինչպես մնացած մթերքները։ Խոսքս արտիճուկի մասին է, ռուսերենով արտիշոկ, հայերեն տարբերակով արտիճուկ։ Ահա, այն սառեցված ուրեմն տարբերակով է ինձ մոտ, այսինքն խանութից գնել եմ սառեցված տարբերակով, սակայն կա նաև պահածոյացված տարբերակը։ Թարմ տարբերակը, եթե անկեղծ, մինչև վերջ ես այդ անկեղծ լինեմ, ուրեմն թարմ տարբերակը ես ինքս խանութներում չեմ տեսել։ Իսկ նա շատ գեղեցիկ մթերք է, շատ հետաքրքիր ծաղիկ է, ինքը ծաղիկի արմատ է, այսպես ասած, երբ իր տերևները հեռացնում ես, այն վերածվում է այսպիսի փոքրիկ մի միջուկի, ասես ծաղիկի սրտիկն ենք հանում եւ այն պատրաստում ենք որպես ուտեստ մատուցում ենք։ Ես քիչ ավելի ուշ ձեզ կփորձեմ ինչ որ կերպ նկարը ցույց տալ, որ դուք պատկերացում ունենաք ինչի մասին է խոսքը, բայց այնուամենայնիվ այս պահին ահա այսպիսի տեսք ունի մեր արտիճուկը, որը շատ անորոշիկ եւ շատ գեղեցիկ է, ահա, եթե տեսնում եք, այն արդեն մշակված վիճակում է, սիրելիներս։ Իրականում ինքը շատ մեծ ճոխ մթերք է, բայց այս մշակված տեսքով այսպիսին է։ Եվ իհարկե որպես խավարդ ես կուզեմ կողքին ավելացնել կարտոֆիլ, սովորական կարտոֆիլ, այն կհամեմենք մի փոքր համեմունքներով, կտեղափոխենք ջեռոց, երևի թե պլեջ տարբերակով այն պատրաստենք, որպեսզի արտիճուկի կողքին գեղեցիկ մատուցենք։ Բայց արտիճուկին հավելելու ենք նաև չերի լոլիկներ, գետնանուշ, արևածաղիկ, սրանք բոլորը բոված վիճակում են, սիրելիներս։ Մենք արտիճուկի վրա ավելացնելու ենք նաև պանիր, ահա մենք այստեղ ունենք գյուղի պանիր,
որը կանաչեղենով է, շատ հետաքրքիր եւ յուրահատուկ կդարձնի մեր նախուտեստը։ Եվ իհարկե այստեղ ես ունեմ քամած մածուն, որը կօգտագործենք որպես սոուս արդեն կարտոֆիլի հետ մատուցելիս։ Մի խոսքով խառն է լինելու, շատ տարբեր է լինելու եւ հետաքրքիր, խորհուրդ եմ տալիս մնաք մեզ հետ, որպեսզի այս հետաքրքիր պահին ներկա լինեք։ Հիմա կլինի քիչ դադար, հետո կմիանանք ու կշարունակենք։ Այսպիսի լավ տրամադրությամբ շարժում ենք առաջ բարի լույս եւս մեկ անգամ բոլորին, ինչպես քիչ առաջ Սոնան նշեց, երեք մենք ունեցանք շատ հետաքրքիր նկարահանում, որը ամբողջությամբ արդեն կարող եք դիտել այս ուրբաթ եւ նկարահանումն անցկացվեց հենց թեմատիկան ընտրված էր այս գինու հրաշալի օրերը, իսկ մենք հենց նկարահանումն անցկացնում ենք Իջևանի գինու գործանի տաղավարում Սարյան փողոցի վրա, որտեղ հիանալի տոնական տրամադրություն կար եւ ասեմ, որ այնտեղ ավելի լայն ներկայացված էր արդեն ամբողջ տեսականին հրաշալի գինիների, պահածոների, հյութերի, կոմպոտների, որը շատ էսպես հետաքրքիրորեն քիմքն էր շոյում բոլորիս եւ բնականաբար տալիս էր օրվա հաճելի տրամադրությունը, այնպես որ այդ մեծ տեսականին այնտեղ առկա է, վայելեք օրվա ընթացքում, թող ձեր տրամադրությունը լինի բարձր։ Եվ գինու հետ չմոռանաք առանձնացնել պանիրների լայն տեսականին, որը առաջարկում է Էլոլա ընկերությունը։ Այս ընկերությունը առանձնանում է նաև անարատ կաթից պատրաստված կատնամթերքի առաջարկով, այնպես որ ձեռք բերեք եւ վայելեք ընտանիքի անդամներով։ Դե, եթե դուք էլ մտածում եք, թե այս շաբաթ որտեղ կարելի է հանգստանալ, ավարտվեցին գինու տոները, իսկ այս շաբաթ կիրակի ինչ անել, ապա այս հարցին պատասխանում է մեր ընկեր Արթուրը, ով ամեն անգամ փորձում է մեր եւ ձեզ համար բացահայտել Հայաստանի հրաշալի վայրերը, բնությունը եւ երկի կոնկրետ այն հատվածները, որտեղ կարելի է բնության գրկում կոմֆորտի մեջ հանգիստը վայելել։ Ապարան Guest House-ը պարզապես հյուրատուն չէ, սա մի հրաշալի վայր է Սարերի գրկում։ Առավոտյան արթնանում ես, զգում ես մաքուր օդը, վայելում ես օրդ ու նայում ես Արագածին, եւ հենց այդ պահին էլ հասկանում ես, որ հանգստի համար այլևս ոչինչ հարկավոր չէ։ Մեր հաղորդման շրջանակներում մենք մեկ անգամ անդրադարձել էինք Ապարան Guest House-ին ու այժմ վերադարձել ենք։ Սա ապացույցն է այն բանի, որ Ապարան Guest House-ը վերադառնալու մասին է, իսկ գտնվում է Ապարանի Սիրեկանյան 22 հասցեում։ Տեսեք, թե ինչքան գեղեցիկ է ամեն ինչ։ Էսթետիկական հաճույք եմ ստանում Ապարան Guest House-ից։ Այստեղ ամեն բան մտածված է վերալիցքավորման ու բնությանը մոտ լինելու համար։ Իսկ այս սենյակը ստեղծված է ինձ ու ինձ նման խաղերի սիրահարների համար։ Այստեղ ամեն ինչ կա՝ սեղանի հոկեյ, սեղանի ֆուտբոլ, TV, PlayStation 5-ով։ Մի խոսքով, ես այսօր այստեղից դուրս չեմ գա։ Ապարան Guest House-ում կա 4 տուն, որոնք ընդունում են մինչև 25 անց, իսկ բակը ուղղակի հանգստի ատրակցիոն է բաց երկնքի տակ, այստեղ ամեն ինչ կա, խնդրեմ, տաղավարը, մանկական խաղահրապարակը, խարույկը, որի շուրջ կարող եք հավերժացնել ձեր երեկոները, հավաքովի լողավազան, իսկ ապագայում
կառուցվի նաև սաունա եւ ջակուզի։ Իսկ կվադրոցիկլը նախատեսված է նրա համար, որ զգաք ապարանի սարերն ու լեռները մոտիկից։ Ահա խնդրեմ, իմ առջևում Եղևնիների անտառն է։ Մի խոսքով, այստեղ գալիս եք ոչ միայն գիշերելու համար, այլ հանգստանալու թե ֆիզիկապես ու թե հոգեպես։ Եթե ուզում եք շնչել մաքուր, իսկական լեռների օդը ու ունենալ կատարյալ հանգիստ, ուրեմն նստում եք մեքենան ու գալիս եք Ապարան։ Ուր գնալ, պատասխանը պարզ է՝ Ապարան Guest House։ Բարի ողջույն իմ թանկագին հեռուստադիտող սիրելիներս, ողջունում եմ ձեզ եւ ասում եմ միացեք մեզ, որպեսզի միասին պատրաստենք օրվա ուտեստը, իսկ օրվա ուտեստը հետաքրքիր է լինելու։ Բացառենք իհարկե կարտոֆիլի պատրաստման տարբերակը, որովհետեւ մշտապես բոլորս մեր տարբերակներով պատրաստում ենք, պարզապես ուզում եմ որպես խավարտ մատուցենք։ Առաջին հերթին հենց կզբաղվենք դրանով, կարտոֆիլը երկու մասի կբաժանեմ։ Բնականաբար արդեն բոլորս օգտվում ենք թարմ կարտոֆիլից, որովհետև շատ համեղ է եւ այս շրջանում շատ հաճելի։ Ընդհանրապես պետք է մի քանի համեմունքներով, մի քանի իմ տարբերակում, այսինքն բազմազան համեմունքներով համեմենք այն եւ տեղափոխենք իհարկե ջեռոց։ Այսպես երկու մասի ենք բաժանում, եթե ընտրեք ամենափոքրիկ կարտոֆիլները, բնականաբար կիսել ընդհանրապես պետք չէ, բայց քանի որ ինձ մոտ խոշոր չափերի է կամ այսպես ասած միջին չափի է, կարելի է այն կիսել երկու մասի, այսպես, Եվ ինչպես նշեցի, այսօր մատուցելու եմ երկու ուտեստ, մեկը նախուտեստի տարբերակ, կարտոֆիլը որպես խավարտ կողքին եւ իհարկե կփորձեմ ընթացիկ այս բոլորը իմի բերել եւ վերջում կտեսնեք թե ինչ տեսք ունենա։ Իհարկե ես ամենավերջում նաեւ օգտագործելու եմ քամած մածուն, սոուսի կվերածեմ եւ կարտոֆիլի հետ, այսպես մտածում եմ, որ կարտոֆիլի հետ պետք է մատուցեմ, ինչը շատ հետաքրքիր եւ գեղեցիկ կլինի։ Ահա, անցանք առաջ, հիմա փորձենք համեմել մեր կարտոֆիլը, այսպես, աղ, Ես կօգտագործեմ բնականաբար սև պղպեղ, կարմիր պղպեղ, կարմիր պղպեղը սա քաղցր տարբերակն է, այսինքն պապրիկա տարբերակն է, կօգտագործենք մի փոքր կծու կարմիր պղպեղ, շատ զգուշությամբ, որպեսզի չչարաշահենք, ահա, Եվ իհարկե այստեղ ունեմ քրքում, գույնի մարսողության համար կավելացնենք, տեսքի համար կավելացնենք, շատ աննշան կարելի է այստեղ սխտորի փոշի ավելացնել, շատ զգուշությամբ, էլի չչարաշահենք, խմելի սունելիք ավելացնեմ, Եվ իհարկե սիրելիներս, այստեղ ունեմ մանրացված, աղացած, այսինքն արդեն աղացած օրեգանո, օրեգանոն շատ յուրահատուկ համ կտա, շատ զգուշությամբ կավելացնեմ, էլի քիչ, եւ ուզում եմ մի փոքր ցիտրոն ավելացնել։ Այսպես, ցիտրոն տեսքի համար եւս, այսպես։ Եթե հարցնեք Ադրինե ջան, բասա պլեջա լինում, ես կասեմ պլեջի ավելի այսպես մշակված տարբերակն է, քանի որ կա բազմապիսի համեմունքներ։ Պլեջը բնականաբար գիտենք, պարզապես կտրում ենք եւ այսպես աղով պղպեղով թողնում ենք, որպեսզի կամ կրակի վրա այն պատրաստվի կամ գրիլ թավայի մեջ պատրաստվի կամ թեկուզ ջեռոցի մեջ։ Բայց այսօր այս տարբերակն եմ առաջարկում, չի տարբերում, շատ համեղ է, գրիլի տարբերակից չի տարբերվում։
Այսպես, մեզ պետք է յուղաթուղթ սիրելիներս։ Ադրինե, Ողջույն Սուրեն։ այս ինչ հրաշալի բաներ ես դու պատրաստում։ Այո։ Վաու։ Այսօր հետաքրքիր բան եմ որոշել պատրաստել մեր հերոստատիտողին։ Մեզ երես ես տալիս։ Մեծ սիրով։ Հիանալի, ինչ է, Մենք քաջալերենք արտիշոկով, հերոստատիտողին, այո, որպես կարտոֆիլ պլեջով։ այո, մի փոքր յուղ եմ ուրեմն ցանում կարտոֆիլի վրա։ Հիմա շատ զգուշ փորձում ենք այն խառնել։ Ինչ լավ է քեզ մոտ ստացվում։ Այո, ես դեռ իմ ունակությունները ցույց չեմ տալիս, որովհետև եթեր է, վերջապես։ Ես եթե դա անեմ, մի ապա փոքր- մեր ամբողջ տաղավարը կարտոֆիլ կլինի։ Ես ամեն դեպքում դու չես տեսել, ես ինչ եմ։ Երևան։ Ամեն դեպքում փորձում ենք զգուշ լինել, որպեսզի, այո, այստեղ անհարմարություններ չկատարվեն։ Այսպես եւ իհարկե կլցնենք մեր թավայի մեջ։ Այսպես։ Վաու։ Ես տեսնեմ ձեռնոց, եթե կա ինձ մոտ, ես ձեռնոց ոչ այս բանին չկա, երևի պետք է ավելի խորքից գտնեմ այն, դե կփորձեմ այսպես տեղադրել հավասարաչափ, որպեսզի բոլոր կարտոֆիլները եփվեն։ Եվ սիրելիներս, ընթացիկ ցանկության դեպքում կարող եք կարակ ավելացնել, ես ընթացիկ հալած յուղ կավելացնեմ, որպեսզի պահ ավելի համեղ ստացվի այն։ Այսպես, ահա, պատրաստ է կարտոֆիլը, քիչ հետո կտեղափոխեմ ջեռոց։ Հիմա անցնենք առաջ, ներկայացնենք մյուս բաղադրատոմսը։ Այո, հաջորդիվ գալիս է արտիճուկը։ Ինչ ենք անում։ Ուզում եմ մեր հերոստատիտողին անպայման, չգիտեմ, ես մեր ռեժիսորին խնդրեմ, որպեսզի կարողանա ավելի մոտիկից ցուցադրել մեր ուրեմն արտիճուկը։ Այսպես փորձենք տեսնենք։ Սիրելիներս, չգիտեմ ոնց կերևա, ահա տեսնում եք, սա մեր արտիճուկի ծաղիկն է, այսինքն այն տատատկափուշ Դասին է պատկանում։ այո, ծաղկի դասին է պատկանում, որը շատ բոլորիս ծանոթ է։ Այո, եւ ունի Բայց շատ էսպես այո, օգտակար արմատը հատկություններ։ շատ, արմատը դե վերածվում է այս գեղեցիկ ուրեմն մթերքին։ Ինքը ուտելի ծաղիկ է, բայց բոլորը ճանաչվում են որպես բանջարեղեն։ Ծաղկի սրտիկն է սա, արդեն մշակված վիճակով, ինչպես ասացի, եւ սառեցված տարբերակով եմ ես գնել, այն կա նաեւ խանութներում պահածոյացված տարբերակով։ Թար տարբերակը չենք հանդիպել, բայց հիմա մենք ընդհանրապես պետք է երկու մասի բաժանենք մեր արտիճուկը, այսպես, եւ տեղափոխենք էլի ջեռոց եփվելու, բայց մինչ ջեռոց տեղափոխելը բնականաբար պղպեղ ենք ցանելու, մի փոքր կիտրոնի հյութ ենք ցանելու եւ տեսեք որքան գեղեցիկ է այն։ Այո։ Շատ անուշիկ է։ Եվ շատ Այո, եւ շատ հետաքրքիր օգտակար։ համ ունի եւ օգտակար է։ Այո, շատ օգտակար, ամբողջ աշխարհում ասեմ, որ մատակարարում է այս բանջարեղենը, այս ծաղիկը Իսպանիան եւ Ֆրանսիան, ամբողջ ուրեմն Եվրոպայով մեկ Եվ շատ է օգտագործում ֆրանսիական խոհանոցում, ես այո, գիտեմ։ եւ ֆրանսիական խոհանոցում եւ իսպանացիները շատ են օգտագործում, այնպես որ իմացեք, թե եւ իմիջիալուց նշեմ 10 տեսակ ունի այս ծաղիկը, ճիշտ է մենք բոլորին չէ որ ծանոթ ենք, բայց այն շատ հետաքրքիր եւ բազմա բնույթ տեսականի ունի, այնպես որ Դե քանի որ դու այսօր ծաղիկ ես բերել մեզ պատրաստելու համար, այն էլ այսօր արտիճուկ։ ծաղիկ ենք ուտելու։ Այո, եւ համեղ բաներ, Ադրինե, դու մեզ համային էմոցիաներ ես նվիրում ամեն առավոտ, ու շատ հետաքրքիր։ Ես այսօր օգտվելով առիթից ուզում եմ ինչ քո տրամադրությունը ավելի բարձրացնեմ եւ քեզ ելի բացիկ նվիրեմ, որ դու շատ ժպտաս, ու այս բացիկը sense համահունչ եղավ քո պատրաստածի հետ։ Ծաղիկներ բերեմ, Ադրինե ջան, քո ճամփեն զուգեմ զարդարեմ։ Սուրեն ջան։ Հակես, որ այս առավոտ տրամադրությունը տնի շատ բարձր եւ բոլոր առավոտները պայմանավորեցինք։ Շնորհակալ եմ քեզ, որովհետեւ դու ամեն անգամ
այսպես մտածում ես, հորինում ես, ինչ պատրաստեմ եւ շատ սովորական ու ստանդարտ բաներ չեն։ Made in by Armin է։ Ադրին է։ Շատ շնորհակալ եմ, սիրելիս, շատ։ Դու ինձ միշտ իսկապես դրական էմոցիաներ ես փոխանցում, ինչի համար քեզ շատ շնորհակալ եմ։ Որովհետեւ դու դրական մարդ ես, ու այդ դրական էմոցիաները մեզ ես տալիս ամեն երթեր։ Շնորհակալ եմ, Սուրեն ջան, եւ այս հրաշքը դուք էլ ձեռք բերեք, Ժողովուրդ ջան, իսկապես այս փոքրիկ, շատ փոքրիկ, բայց մեծ էմոցիայով, մեծ սրտով, հաստատ բոլորին այն մարդկանց, ովքեր ձեզ համար կարևոր են, ում դուք շատ եք սիրում, հաստատ վստահեցնում եմ, որ երկար ժամանակ իրենց այսպես ջերմության եւ քաղցրության մեջ կպահի։ Մերսի, շատ շնորհակալ եմ։ Քեզ եմ շնորհակալ։ Եթե ինչ-որ բան կա, որ process է, մեր ռեժիսորը ուղղակի պիտի ասում է, որ արդեն դադարի ժամանակն է, ասենք մենք ինչ ենք անելու այս ընթացքում։ Այս ընթացքում ընդամենը աղով, պղպեղով կհամեմեմ մեր արտիճուկը կտեղափոխեմ ջեռոց, ավելի ուշ կարևոր մասը ավելի ուշ արդեն միասին հեռուստադիտողի հետ։ Շատ լավ, իսկ հիմա կունենանք կարճ դադար, հետո արդեն տաղավարում կողջունենք մեր հյուրերին, բավականին հետաքրքիր թեմայի շուրջ ենք զրուցելու, այնպես որ մնացեք մեզ հետ։ Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ ես իրով ուզում եմ տեղեկացնել, որ օրերս տեղի է ունեցել կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի ու երգչուհի Անի Մանուչարյանի հայ երգի եւ տեսահոլովակի փակ պրեմիերան։ Հայ երգն ու տեսահոլովակը նվիրված է հային, որտեղ էլ որ նա լինի, այն թարմ կոչ է համախմբվելու հայի տեսակի արժեքների շուրջ եւ հիշելու թե ով ենք մենք։ Եվ այս առիթով մեր տաղավարում են կոմպոզիտոր Շուշան Սարգսյանը, երգչուհի Անի Մանուչարյանը եւ խոսքերի հեղինակ Էլիտա Հարությունյանը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Ոնցենք։ Շատ լավ, հիանալի։ Շատ լավ, Շուշան, երբ մեր տաղավար եք գալիս, ես արդեն պատկերացնում թե ինչ նոր ու մեծ հետաքրքիր պրոյեկտ եք նախաձեռնել։ Այս անգամ խոսում ենք հենց այս պրոյեկտից, որ կոչվում է Հայ։ Այո։ Ինչ պատմենք այս մասին։ Ասեմ, որ Անիի հետ վերջերս ենք սկսել աշխատել եւ արդեն երրորդ երգի վրա ենք աշխատում, որոնցից մեկը հայ երգն է եւ ինչու հայ, որովհետեւ Հայաստանի մասին շատ երգեր ունենք, բայց մեր հենց հայի լավ տեսակի մասին, մեր ուժի, մեր հավատարիմ լինելու, մեր պայքարող տեսակի մասին մենք կարծես թե ոչինչ, ես նայում եմ, տեսնում եմ, որ չկա։ Ու դա ինձ միշտ հուզում էր, ինչու է այդպես։ Ճիշտ ասած, որոշակի մեղեդային գծեր վաղուց ծնվել էին ու ես մտածում էի, որ այսպիսի տեմբր կուզեի, որպիսի երգեր, ու երբ որ Անիի հետ ծանոթացա, լսեցի նրա ձայնը եւ հասկացա, որ կարելի է այդ երգը հիմա արդեն իրագործել, ձայնագրել, պատրաստել եւ այլն։ Եվ սկսեցինք աշխատել հայ երգի վրա, որը այդպես կկոչվի նաեւ Անիի առաջին ձայնասկավառակը եւ համերգային ծրագիրը, որը մենք հետագայում նախատեսում ենք հենց հայ է կոչվելու։ Հետաքրքիր է, իսկ Շուշանի հետ աշխատելը ես գիտեմ, որ շատ կոմֆորտ է եւ ինքը շատ խստապահանջ ու պահանջկոտ է։ Մի քիչ պատմեք այդ մասին։ Այո, շատ ճիշտ եք, բայց քանի որ ես ինքս էլ այդպիսին եմ, դրա համար մենք շատ լավ կարողանում ենք համագործակցել, կես խոսքից հասկանում ենք իրար ու շատ հաճելի է իրականում Շուշանի հետ աշխատելը։ Եվ շատ բարդ չէ։ Ինձ համար բարդ չի, անկեղծ ասած։ Շատ հաճելի է։ Ասեմ, որ Անին պրոֆեսիոնալ երգչուհի է, սովորել է կոնսերվատորիայում եւ ունի շատ լավ կրթություն եւ դա զգացվում է նրա հետ աշխատելիս ստուդիայում, հենց ձայնագրման նա շատ արագ է ժամում, 1 ժամում ձայնագրվում է, որը ֆանտաստիկա է ուղղակի, որտեղ արտիստներ կան, որոնք կարող է միգուցե լավ են երգում բեմի վրա, բայց ստուդիայում միկրոֆոնի առջև դա ուրիշ աշխատանք է եւ իրենց կարող են կորցնել երբեմն։ Եվ ինքը աշխատում է այնպես, կարծես թե ամբողջ կյանքում միկրոֆոնի առջև ստուդիայում ձայնագրվել է։ Եկեք չսպասեցնենք հեռուստադիտողներին եւ մենք էլ դիտենք հայ երգի եւ տեսահոլովակի պրեմիերան անենք մեր տաղավարում, հետո վերադառնանք ու շարունակենք մեր զրույցը։ Երկդ հայերեն է, սիրտդ կարոտել է, հողդ բաբախում է, քեզ կանչում է, ու սիրում է լույսդ խավարել է, հույսդ առավել է, կամքդ միշտ կայուն է, ապրեցնում է
արարում է հայ դու կարող ես հայ պայքարող ես վաղը որ գալու է չեր մարևը բացվելու է սերդ հայերեն է հույսը ապավեն է լույսը երկնքում է տղերքի ձայնով երգում է վերքը դեռ այրում է ցավը հիշեցնում է սերդ հաղթելու է իր լույսով քեզ գրկելու է հայ դու կարող ես հայ պայքարող ես վաղը որ գալու է ջեր մարևը բացվելու է հայ դու կարող ես հայ պայքարող ես վաղը որ գալու է ջեր մարևը բացվելու է հայ դու կարող ես հայ պայքարող ես վաղը որ գալու է ջեր մարևը բացվելու է Վաու, շակ հաղվեցի։ Հետաքրքիր է, երաժշտությունը բնականաբար ինքը իր թելադրում է, հա, գիծը, բայց բառերը արդեն այս ամեն ինչը դասավորում եւ իմի են բերում։ Դժվար չէր բառեր, այսպիսի բառեր գրել։ Որովհետեւ սիրո մասին միշտ գրելը Այո։ ավելի հեշտ է։ Համաձայն եմ եւ հատկապես հայի մասին այսօր գրելն է բավականին դժվար, որովհետեւ ժամանակը թելադրում է մի քիչ նուրբ վերաբերմունք այս ամեն ինչին, որովհետեւ մենք այսօր բավականին խոցելի ենք այս թեմայով, բայց այս ամենով պայմանավորված դու ուզում ես որ թունելի վերջում անպայման լույս լինի, որ մարդիկ դա տեսնեն, հավատան, եւ եթե այսօր ջրի երես դուրս է եկել մեր արատը, մեր վատ կողմերը, մեր թուլությունը, ապա դու ուզում ես որ հակառակը ցույց տաս, որ դու կարող ես, դու պայքարող ես, դու արարող ես, կամքը առավել է, սերը հաղթելու է, արև բացվելու է։ Ահա։ Սկզբում խոսքը ստեղծվեց, հետո երաժշտությունը, թե հակառակը։ Երաժշտությունն է։ Խոսքերը եւ ես միայն պատկերացնում եմ որ էլիտան պիտի գրի, որովհետեւ էլիտայի հետ մենք շատ գործերի վրա ենք արդեն աշխատել, շատ նշանակալի գործերի վրա եւ նա բազմից ապացուցել է որ կարողանում է շատ կիրթ, նուրբ, շատ արդի միևնույն ժամանակ տեքստ գրել եւ տեքստեր, որովհետեւ յուրաքանչյուր երգ, որը մենք անում ենք, ես մտածում եմ, որ սրանից ավելի լավ ինքը չի կարող անել, բայց ամեն անգամ էլ ավելի եւ մեր համատեղ աշխատանքը շատ կոմֆորտ է իհարկե։ Շնորհակալ եմ, ինչ լավ որ ձեր հաղորդումը կա։ Լավ բաներ լսեցի իմ մասին։ Լավ, ինձ հետաքրքիր է, հա, # երգը որպես հեղինակներ բաց թողնում, որովհետեւ երբ որ գրում եք, սաղ ձեր մտքերն է, երաժշտությունը, բառերը, բայց երբ որ տալիս եք արդեն արտիստին, երգչին, կարելի ասել բաց եք թողնում, վերջ, այլ ձերը չի։
նու ճակերտավոր ձերը չի։ Արտիստին Այո, չի, ժողովրդին բայց է։ արտիստն արդեն ամեն անգամ տարբեր Այո, տեղեր կատարելով ինքն իրենն է տալիս։ Այո, այո։ Իսկ դուք հեշտ եք այդ process-ը տանում, հա, բաց թողնում։ Այո, այդ բաց թողնելու process-ը երկար տարիներ սովորել եմ, ճիշտն ասած, սկզբում շատ բարդ էր դա անել, բայց երբ որ Հայաստան երկիրը առաջի անգամ բաց թողեցինք ու մարդիկ նույնիսկ շատերը չգիտեն, որ դա իմ երգն է, որտեվ ինքը այնքան ժողովրդինն է արդեն, որ ինքը ոչ կապ ունի իմ հետ, ոչ անի հետ, ինքը դարձել է ժողովրդին է եւ ես կարծում եմ որ ցանկացած կոմպոզիտորի համար, ցանկացած ստեղծագործողի դու էլ կասես նույնն էլի տա ջան, որ երբ որ քո գործը այնքան է սիրվում մտնում ատներ եւ մարդիկ իրենց են համարում, դու արդեն որպես ստեղծող մղվում ես մի հատ ուրիշ քո միսիան քո միջոցով Աստծո ոնց որ խոսքը եւ ուժը փոխանցելն էր այդ պահին, այդ էր պետք փոխանցել։ Այսինքն քո միջոցով ինֆորմացիա է գալիս, որ դու փոխանցում ես եւ վերջ, դի կարողանաս բաց թողես։ Եվ նաեւ երկիչը պետքա չկարճի երկից, որովհետեւ մենք ոչ մեկս հավիտյան չենք, հավերժ չենք։ Մենք չենք լինելու, բայց մեր ստեղծածն է մնալու եւ փորձելու եք կրթել սերունդներ եւ այնպես պետք է արարել, որպեսզի մեծ պատասխանատվությամբ, որովհետեւ այդ շնորհները հենց այնպես չեն տրվում։ Իրանք տրվում են, դու պետք է դա արժևորես, կարողանաս քեզ դիտարկես որպես այդ այնց բաց թողող, որովհետև եթե դու կարճ ես սպահես, դա մեծ էգոիզմի մասին է խոսում եւ արվեստը կապ չունի էգոիզմի հետ։ Արվեստը լրիվ ուրիշ տեղ է, ուրիշ արժեքների հետ կապ ունի։ Եվ մենք երաժշտության միջոցով, խոսքերի, երգի, վոկալի, տեսահոլովակի, ամեն ինչի միջոցով փորձում ենք այդ ոնց որ ուղերձը հաղորդել։ Եվ ուզում էի նաև շնորհակալություն հայտնել Արտյոմին Բաղդասարյան, որ այդ մենք արդեն երկրորդ անգամ ենք աշխատում ժամե երգից հետո, եւ նաեւ այստեղ նույնպես կա արհեստական բանականություն, որի միջոցով նա փորձել է ստանալ հայ կնոջ եւ հայի տեսակի տարբեր դարաշրջաններից եկած կերպարներ, որը կարծում եմ հիանալի կերպով է արել եւ շատ ճաշակով եւ էսթետիկ է տեսահոլովակը ստացվել, որը մեր օրերում շատ քիչ է, որ լսում ես ամեն ինչի համադրությունը, միաձոլումը, խոսքի, երաժշտության, կադրի, արտիստի, արտիստիկ լինելու եւ նաեւ այնպես պիտի մատուցվի այդ ամենը, որպեսզի արտիստի հոգին էլ դու տեսնես, հոգին։ Մեր առջև այդպիսի խնդիր էր դրված։ Ինչ կասես։ Մենք տեսանք ամբողջությամբ ձեր էմոցիաները։ Առաջին անգամ երբ որ Շուշանին ասացի, ուզում եմ երգ հայի մասին, ես պատկերացնում եմ, որ այսպիսի երգ է լինելու, ու երբ արդեն խոսքերը գրվեցին, ես եւ Շուշանը 2 օր չենք կարողանում ուշքի գալ, որ այսքան դիպուկ երաժշտության հետ համահունչ խոսքեր գրվեցին, ու իմ նպատակն է այս երգը երգելով ցույց տալ հային ով ենք մենք, վերադառնանք մեր ակունքները, հասկանանք մենք ինչ կարող ենք ու մենք շատ բան կարող ենք, երբ որ միասնական ենք։ Այո։ Պայքարող ենք, դարեր շարունակ մենք դա ապացուցել ենք, որ կայուն ենք, պայքարող ենք, կանք եւ միասնական լինելու դեպքում նաեւ շարունակելու ենք դեպի արև գնալ, այսինքն արևը բացվելու է հաստատ։ Նշեցիք, որ երրորդ համագործակցությունն է այս երգը, առաջին երկուսը ինչի մասին են։ Ուրեմն մեկը սիրո մասին է, մյուսը այս պահին մոր մասին է, որի վրա աշխատում ենք այս պահին արդեն։ Էլիտան զարմացած նաև, որովհետև շուտով սկսվելու են խոսքերի վրա արդեն աշխատանքը, եւ մենք Անի հետ որոշել ենք, որ այս ալբոմը ամբողջովին կանենք երեթե Էլիտայի հետ, որովհետև մենք ուզում ենք մի գիծ պահենք, մի ոճային ուղղվածություն, մի ձեռագիր, այո, եւ դրանով իսկ կառուցենք ամուր համերգային ծրագիր նաև, Իսկ ինչու Էլիտան տեղյակ չէր այդ մասին։ Որտեվ երեք նոր մեղեդին ենք հաստատ։ Էլիտան շատ սիրում է ձեր հաղորդումը։ Շատ մենք ձեզ առասարակ շատ սիրում ենք եւ հաճույքով ենք միշտ ձեզ մոտ գալիս։ Մենք ենք շատ սիրում, Շուշան, եւ վերջերս ես նորից տեսա, որ նորից փայլում եք Կանի կարմիր գորգում։ Այս անգամ ինչ կար այնտեղ։ Այս անգամ ես արել էի մի ֆիլմ, որի երաժշտությունը ես էի գրել։ Իհարկե ֆիլմը չէր անցել այնտեղ այն հարթակները, որը մեզ էր պետք որ անցներ, բայց համենայն դեպս հայտը ներկայացվել էր, որը շատ ողջունելի է եւ շատ գովելի, որտեվ արդեն իսկ դա մեծ աշխատանք է։ Եվ բացի դրանից ունեի տարբեր հանդիպումներ տարբեր պրոդյուսերների հետ, որոնց հետ ձեռք բերվեցին հետաքրքիր համագործակցության եզրեր, ոնց որ գտնվեցին եւ նաեւ մենք Կարմիր գորգի հայտարարողությանն էի հրավիրված, որին պիտի մասնակցեի եւ այնտեղ ես ներկայացա մի շատ հետաքրքիր շորով, որը նույնպես արել էին հայ դիզայներ, ուրեմն Լուսինե Մովսիսյանը,
որը կարողացավ իագործել այդ հրաշք գաղափարը իրենն էր եւ նա ինձ առաջարկել էր, ես ինձ մտավախություն ունեի ոնց կստացվի, ինչ կլինի եւ զգեստը կոչվում է Կոմիտասյան մանուշակներ, քանի որ նա ոգեշնչվել է Կոմիտասի ջրամանի նախշազարդերից եւ կարողացել է այդ ամենը պատկերել հենց զգեստի վրա եւ մոտ 2 ամիս նա նկարում էր, իսկ զգեստը կարել է Նինա Սարգսյանցը, որը շատ տաղանդավոր հայ դիզայներ է, որ ապրում է Իտալիայում եւ Իտալիայում շորը կարվել է հետո Հայաստանում նկարել ենք այդ շորի վրա, այո, եւ երբ որ ես հակա, ես հասկացա, որ այն ուղակի ինձ համար ոնց որ ստեղծված լիներ եւ այնտեղ կանում իհարկե շորը ֆուրոր էր արել, որովհետեւ ինքը նման չէր ոչ մի բանի, ոնց որ նման էր ու նման չէր։ Մենք ձեզ մաղթում ենք հաջողություններ եւ համոզված ենք, որ արդեն մայրիկի մասին երգը կլինի, ելիքը գալու մեծ բաղավար, կներկայացնենք սիրով եւ ուզում եմ, քանի որ դուք ամեն անգամ այսպես գեղեցիկ նվերներով եք գալիս, հա, արվեստի այս հրաշալի դրսևորումներով, մենք էլ ուզում ենք ձեզ էլի նվիրել բացիկներ, էմոցիաներ, տրամադրություն, որը ինչպես արդեն Շուշան տեղյակ է։ Ես տեղյակ եմ։ Այո, արև բացիկներն են, որտեղ սրտի տարբերակով են այստեղ գրված է սիրում եմ եւ նախատեսված են սիրելի մարդկանց նվիրելու համար։ Այստեղ իհարկե երգերից ֆրազներ են, Հայկոյի երգից է սիրում եմ քո աչքերում սերն իմ սիրուն է։ Սա համոզված եմ եւ իհարկե Սիրուշոյի երգից քեզ երկինքը հաստատ ինձ համար է հորինել։ Նվիրեք բոլոր այն մարդկանց, ովքեր այս բառերն են ձեզ փոխել եք, ավելի գեղեցկացրել իդե։ Ամենակարևոր բառերը ստացանք առավոտ կանող։ Շատ լավ, թող այս բառերն ուղեկցեն ձեզ միշտ։ Եվ իհարկե սերն է, որ տալիս է այդ ուժը, որպեսզի գրվեն ու արարվեն երգերը։ Լիքը սեր բոլորիդ։ Առանց սեր ոչինչ չի լինի։ Շնորհակալություն ձեզ։ Շնորհակալություն։ Հիմա կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, այսպիսի հետաքրքիր եւ կարեւոր զրույց ունեցանք մեր հյուրերի հետ եւ իհարկե լսեցինք այն հրաշք ստեղծագործությունը, որ նոր ծնունդ է առել։ Ես հուսով եմ, որ այդ բառերը, այդ խոսքերը լսելիս ոչ միայն պարզապես հուզվենք եւ էմոցիաներ ապրենք, այլ մեր գիտակցությունը արթնանա եւ իսկապես մենք արթնանանք։ Այ հայի ուժը, հայի կամքը, հայի ինքնասիրությունը արթնանա։ Եվ այսպես գնանք առաջ, շատ այսպես էմոցիաներին չտրվենք եւ շարժվենք առաջ։ Ես եւս մեկ անգամ ներկայացնեմ, թե ինչ ենք պատրաստում։ Մենք այսօր պատրաստում ենք 2 ուտեստ, մեկը արդեն տեղափոխել եմ ջեռոց, եթե հիշում եք, կարտոֆիլ համեմեցի տարբեր համեմունքներով եւ իհարկե ջեռոցում տապակվում է։ Իսկ այս պահին պետք է արտիճուկը, այն հետաքրքիր բանջարեղենը, որի մասին այդքան խոսեցինք, իհարկե ես փորձեցի որևէ բան չանել եւ գործողությունը ձեզ հետ միասին անել, այս պահին կիսված վիճակում է, այսինքն 2 կես եմ արել արտիճուկը եւ հիմա պետք է համեմել այն։ Ադրինե, Ողջույն գեղեցկուհիս։ Ինչով օգնեմ քեզ։ Մեզ այս պահին պարզապես պետք է համեմել արտիճուկը, իսկ դրա համար պետք է աղ կցանեմ, սև պղպեղ կցանենք, Սոնա ջան, խնդրեմ։ Այսպես, այո, սև պղպեղ եւ կիտրոնի հյութ պետք է ես այն ցողեմ կիտրոնի հյութով։ Շատ համեմունքներ պետք չեն, որպեսզի մենք այս հետաքրքիր բանջարեղենի, այսպես ասած, համը պահպանենք, իր օրգանիկ համը պահպանենք, դրա համար պետք է երևի թե պարզապես շատ զգուշությամբ։ Այսպես, պարզապես, այ ցողենք, այ այսպես։ Ահա։ Եվ իհարկե մի փոքր բուսայուղ։ Մի փոքր։ Մի փոքր ժամ։ Ճիշտ բան եմ եկել։ Այ այսպես փոքր է, չէ՞, լավ է։ Ահա, շատ լավ։ Այսպես։ Իմիջիալոց ասեմ, որ գրիլ տարբերակով շատ համեղ է արտիճուկը։ Հոյակապ համ է ստանում եւ տեսքն է շատ գեղեցիկ լինում։ Եվ վստահաբար այս բոլոր համեմունքներից հետո շատ ավելի համեղ կլինի։ Իհարկե, միանշանակ, շատ հետաքրքիր իմիջիալոց նշեմ, որ
օգտակար իր հատկությունները շատ են, բազմապիսի են, իհարկե ունի նաև հակացություններ, հատկապես ասում են այն մարդկանց է հակացուցված, ովքեր աղիքային բորբոքում ունեն, մի փոքր պետք է զգուշավոր լինել, սա եւ ցածր ճնշում ունեցող մարդկանց համար է սա վտանգավոր, սակայն եթե ունեք ստամոքսի բարձր թթվայնություն, այդ պահով պետք է հանգիստ լինել, որովհետեւ խնդիր չի լինի։ Էնպես որ պետք է հետաքրքրվել, կարդալ, ինֆորմացիա պեղել, եթե ձեռք եք բերել այս համեղ բանջարեղենը եւ այսպես ինֆորմացված ճաշակել երևի թե երբեմն մենք բաներ խառնում ենք իրար ու չգիտենք ինչի հետ է համապատասխան։ Իսկ ես ճիշտ եմ հասկանում, որ ինքը տոնական օրերին էլ շատ հրաշալի տարբերակ կլինի հյուրերին հյուրասիրելու համար։ Միանշանակ եւ ինքը կարող ենք համարել արտիճուկը դելիկատես, որովհետեւ շատ տարածված չէ, հատկապես Հայաստանում, այնպես որ կարող ենք այդպես համարել եւ այո, հյուրասիրության ժամանակ ինքը շատ հետաքրքիր կլինի եւ շատ ճոխ կլինի ու կզարմացնի հյուրերին, եթե իհարկե եթե կան մարդիկ, ովքեր ծանոթ չեն այս բանջարեղենի հետ։ Ես կարծում եմ էկզոտիկ, բնականաբար էկզոտիկ մթերք է եւ այո, զարմացնող ինչ որ առումով։ Եվ Բաղդադամսի գինը այդ դեպքում հարցն է։ Ես հիմա իմի բերեմ եւ մեր սիրելի հերոսայտողին ասեմ, որ սառեցված վիճակում եմ գնել այն, իհարկե չեմ կարող այս պահին նշել, որ տեղից եմ գնել, բայց այո, բնավ պետք չի։ Բայց հետաքրքրվեք, խանութներում կա։ Մոտավորապես ընդհանուր առմամբ ինչ որ այսօր պատրաստվելու է մոտ այսպես 2300 դրամի կարգի։ Ես մոտավոր թիվ եմ ասում, որովհետև այնտեղ մի քանի դրամի նույնիսկ պակասորդ էլ կարող ենք տալ։ Այդպես 2300 դրամի այս թե կարտոֆիլը, թե այս լոլիկը, թե եւ վստահաբար արտիճուկը մոտ 5 մարդ կկարողանա ճաշակել։ Վստահ եմ, որովհետև կարող ենք դեռ ճոխությունը արժևում է։ Ես դեռ ծավալը մեծացնելու եմ, դեռ մենք քամած մածնով սոուս ենք պատրաստելու, դա էլի այսպես ասած հագեցնելու միջոց է դառնալու, այնպես որ վստահեցնում եմ հանգիստ կարող ենք այո 5 հոգով, 6 հոգով էլ ուտել։ Եվ այստեղ իհարկե եւ նշեմ, որպես եթե դելիկատես ուրեմն դիտարկենք, այո 6 հոգի հանգիստ կարող է ճաշակել։ Եվ ամենակարևորը գետնանուշ եւ արևածաղկի սեր մենք օգտագործելու, որը շատ օգտակար է։ Ահա այսքանը առայժմ։ Եվ հետո գնալու ենք ջեռոց այդ ամենը։ Անպայման, հիմա տեղափոխում ենք սա ջեռոց։ Ահա։ Սիրելի հեռուստատողներ, հիմա կունենանք կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։ Շարունակում ենք մեր ծրագիրը բարի լույս եւս մեկ անգամ բոլորին եւ ինչպես միշտ յուրաքանչյուր առավոտ հորդորում ենք որպեսզի հետեւել առողջությանը, մարզվել, առողջ սնվել, շատ քայլել եւ իհարկե նաեւ օգտվել ամառային տարբերակից եւ մարզասրահում, որն ունի բացօթյա շքեղ լողավազան, գնալ եւ վայելել նաեւ հենց արևը։ Բարի լույս, առավոտը Hills-ի շրջանակներում ես նորից Hills սպորտային համալիրի բացօթյա լողավազանի մոտ եմ։ Իսկ ես արդեն ամեն օր լինելու եմ բացօթյա լողավազանի մոտ։ Իդեպ շատ կարևոր բան, երբ որ գալիս ես լողավազան եւ մտադրությունն ես ամբողջ օրը անցկացնելու համար, ապա շատ կարևոր է հասկանալ, թե առողջ սնունդի հարցը ինչպես է լուծվելու։ Դե բնականաբար այդ մասին մտածել է նաեւ Hills-ը, այստեղ շքեղ ռեստորանում, որի դռներն անմիջապես բացվում են դեպի լողավազան, հենց ամենահամեղ եւ առողջ խոհանոցն է։ Այսօր կպարզենք հենց դա։
Իհարկե, շատ հիանալի է, երբ ամառային հրաշալի առավոտներն անցկացնում եք բացօթյա լողավազանում, բայց երբ արդեն գալիս է պահը նախաճաշելու կամ ճաշելու, մտածում ենք ինչ կարելի է մեզ այս առավոտ նախաճաշել կամ ճաշել։ Դե բնականաբար այս հարցում էլ իհարկե բարձրակարգ շեֆ-խոհարարները տալիս են իրենց հետաքրքիր լուծումները, ինչպես տեսնում եք, սեղանը լի է համեղ ուտեստներով։ Ինչն էլ մենք այս պահին կճաշակենք։ Հետևեք բոլոր այն խորհուրդներին, որոնք տրվում են հենց այս հաղորդման շրջանակներում, որովհետև լողավազան, համեղ սնունդ, հիանալի օր ունենալու համար պետք է պարզապես գալ այստեղ Hills սպորտային համալիր, մարզվել, օգտվել լողավազանից բացօթյա եւ իհարկե առողջ սնվել։ Այս ամենը ունի մեկ անուն՝ Hills։ Hills սպորտային համալիրում 73-ից ավելի խմբային մարզումներ կան, կարող եք գտնել ձեզ ամենահոգեհարազատը, դե իսկ բացօթյա լողավազանի մասին ուղղակի կլռեմ, որովհետև Սուրենի պատրաստած տեսանյութը ամեն ինչ ասում էր եւ պետք է գնալ արդեն իդեալական արևայրուքի ետևից հենց Hills սպորտային համալիր։ Իսկ ես հենց հիմա խոսքը փոխանցում եմ իմ գործընկերներին, քանի որ իրանք խոհանոցում են եւ տեսնենք թե ինչ փուլում են։ Սուրեն եւ Ադրինը։ Այո, եթե ես տաղավարում չեմ, նշանակում է ես խոհանոցային տաղավարում եմ եւ այստեղ վայելում եմ համեղ պանիրները, որը ներկայացնում է մեր գործընկերը։ Անուշ լինի, Սուրեն ջան, ողջունենք մեր հեռուստադիտողին եւ ասենք սիրելիներս, մենք պատրաստման process-ում ենք, արդեն ջեռոցում եփվում է թե կարտոֆիլը եւ թե արտիճուկը, այն հետաքրքիր մթերքը, բաղադրիչը, որը չգիտեմ, ոչ շատ հաճախ ենք օգտագործում, բայց շատ օգտակար է եւ հետաքրքիր։ Հիմա ես ուզում եմ սոուս պատրաստել, մածնային սոուս, ինչի համար մեզ պետք է քամած մածուն, որը ներկայացնում է էլոլան։ Բավականին համեղ, իդեպ նշեմ, որ էլոլան ոչ միայն ունի քամած մածուն, նաև կատնամթերքի շատ մեծ տեսականի, որը առկա է հայաստանյան բոլոր խանութներում եւ ոչ միայն, քանի որ այս ամենը արդեն կարող եք ձեռք բերել Լոս Անջելեսում ապրող մեր հայրենակիցները հայկական խանութներում եւ Եվրոպայում նույնպես, այնպես որ այս ամենը հասանելի է, իսկ այստեղ ներառված է անարատ կատնամթերք ու Սյունյաց լեռների հավն ու հոտը։ Այո, շատ համեղ եւ շատ կարեւոր բաղադրիչներ, որոնք պետք է մենք մշտապես առավոտյան նախաճաշի ընթացքում վայելենք, օրվա ընթացքում քամած մածունը, թանը, այս բոլորը շատ օգտակար են մեր օրգանիզմին եւ իմիջիալոց մեր գործընկերոջ արտադրանքը շատ համեղ է, դրա համար մենք ուրեմն հորդորում ենք, որ այո, շատ օգտագործ է կատնամթերք, շատ կարեւոր է օրգանիզմի համար, կարեւոր բաղադրիչներ են։ Հիմա քամած մածունը թթված իրազին խառնում ենք, այո։ Եվ այստեղ ավելացնելու ենք աղ, պղպեղ, ես արևածաղկի սերմ եմ նաև ավելացնելու, հաճախ մենք ուրեմն ընկույզ ենք այս բոլոր բաղադրիչների հետ, կատնամթերքի հետ, սովորաբար սիրում ենք ընկույզ ավելացնել, այսինքն այդպես ճանաչողական է մեզ համար, բայց ես այսօր առաջարկում եմ ավելացնենք հենց արևածաղկի սերմ, որը շատ համեղ է։ Շատ հետաքրքիր է դարձնում եւ շատ համեղ։ Այստեղ ավելացնում ենք օրեգանո, աղացած վիճակում, էլի շատ յուրահատուկ է։ Ես սիրում եմ օրեգանո աղցանների մեջ։ Սև պղպեղ բնականաբար։ Ժողովուրդ ջան, սխտորը պարտադիր է, ես այսօր չեմ ավելացնում հասկանալի պատճառներով, բայց պարտադիր է այս սոուսի մեջ սխտորը պարտադիր է։ Եվ իհարկե դե երեխեքը ներկայացման փորձերի, աշխատանքի, համերգների, այո, տարբեր դեռ աշխատանքներ ունեն գործընկերներս կատարելու, այնպես որ այո, խնայում եմ նրանց այս առումով։ Շատ լավ է։ Բայց դե դա իրանց վնասին է, սխտորը շատ օգտակար է առողջ։ Ես տեսնում դու այնտեղ նաև լոլիկի ճիր ես առանձնացրել, սա նույնպես սոուսի մեջ է լինելու։ Արի դու խառնի, ես պատմեմ։ Ես, դե դու պատմի, ես խառնեմ։ Սիրելիներս, արտիճուկը երբ որ երբվի, մենք պետք է աղցանը իմի բերենք կամ նախուտեստը, այսպես ասած, իմի բերենք։ Իսկ դրա համար մեզ պետք է չերի լոլիկներ, մեզ պետք է լոլիկի ճիր, ահա արդեն կտրատված վիճակում է։ Վերջում էլի այս ամբողջ բաղադրիչների վրա ես ցանելու եմ
ուրեմն կիտրոնի հյութ, ահա կիտրոնը ունենք այստեղ եւ ավելացնելու ենք գետնանուշ եւ իհարկե արևածաղկի սերմ, քանի որ կա, ինչու ոչ պետք է բոլորը օգտագործենք։ Ու ամենավերջում ես էլի ելլա ապրանքանիշի գյուղի պանիրը կավելացնեմ, կկտրատենք գեղեցիկ, կզարդարենք պանրով, շատ հետաքրքիր համադրություն կստացվի, ահա անձեռոցիկ Սուրեն ջան, շատ գեղեցիկ ամեն բան կստացվի, այնպես որ խորհուրդ եմ տալիս այս կարևոր օգտակար մթերքները միախառնել եւ ճաշակել։ Եթե մտածում եք որտեղից պիտի լոլիկի ճիրը գտնեք, ահա պահածոված տարբերակով արդեն ունի Իջևանի գինու եւ պահածոների գործարանը, իսկ պահածոների տեսականին շատ մեծ է, համեղ են, այստեղ ես ինձ համար միշտ առանձնացնում թթուների տեսականին, որոնք շատ են, ինչը ինձ իմ քիմքի համար է հատուկ նախատեսված, իսկ ընդհանրապես պահածոները շատ են, տեսականին մեծ, կան նաեւ կոմպոտներ, մի խոսքով գինիներ նրբամ, այս ամենը Իջևանի գինու գործարանի կողմից առկա է բոլոր խանութներում եւ հասանելի օրվա յուրաքանչյուր պահի։ Այո, գնեք եւ վայելեք, հատկապես այս ուտեստի համար լոլիկի ճիրը անհրաժեշտ, այնպես որ ուզած Ջորջ ջան, պետք է գնաք եւ Իջևանի պահածոն լոլիկի ճիրը գնեք։ Ես հիմա գետնանուշը կմանրացնեմ, այդ դանակի օգնությամբ սեղմում ենք սիրելիներս տափակ մասով։ Սեղմենք, այսպես Անուշ լինի, ինչ պատահեց, առողջություն քեզ։ Ապշեցիր։ Եվ իհարկե մի քանի այսպես դանակի շարժումներով մանրացնում ենք, շատ մանր պետք չէ, պարզապես այսպես։ Մի քանի կտոր։ Ես կարտոֆիլը արդեն ոնց որ թե լավ եփել կարմրել։ Ուսամ չի այրվել, Սուրեն, վախեցա։ Չէ, շատ գեղեցիկ տապակվում է, սիրելինես կարմրել է արդեն։ Ահա, այսպես գետնանուշը, այսպես կոտրում ենք եւ իհարկե դանակի օգնությամբ մանրացնում։ Այսպես շատ կարևոր է նաև գետնանուշը մեր օրգանիզմի համար, հաճախակի փորձեք դդմի կորիզ, գետնանուշ, նուշ, պարզապես նուշ եւ իհարկե արևածաղկի սերմ։ Այս կարևոր մթերքները մեր օրգանիզմին տալիս են բարձր իմունային համակարգը ուժեղացնում են եւ իհարկե էներգիա են տալիս։ Սրա մասին կարևոր է։ Մենք կարող ենք այս մթերքներից էներգիա ստանալ օրվա այսպես թոհուբոհին դիմանալու համար։ Այնպես որ նույնիսկ լոլիկով, վարունգով աղցանի մեջ մի փոքր գետնանուշ այսպես գցեցիք եւ ճաշակեցիք, արդեն դա բավականին մեծ չափաբաժին վիտամին տվեց ձեզ, այնպես որ նկատի ունեցեք։ Ահա, այսպես եւ այստեղ ես կփորձեմ պանիրը կտորների վերածել ու հիմնականում մեր գործերը արված է։ Վերջում մնում է շատ գեղեցիկ այս ամենը մատուցել։ Այս ամենը շատ գեղեցիկ պետք է մատուցվի, իսկ մենք հիշեցնենք, որ պատրաստում ենք այսօր նախուտեստ կարտոֆիլ գյուղական տարբերակով, բայց համեմունքներով բավականին այսպես գծված, որոնք արդեն եփվում են ջեռոցում եւ բնականաբար արտիշոկ այսօր Ադրինեն որոշեց մեզ համար առանձնացնել, ներկայացնելով օգտակար տարբերակը նրա եւ այս ամենը գեղեցիկ ու հետաքրքիր մատուցման ձևով։ Մատուցումն արդեն երևի թե ավարտին։ Այո, իհարկե ավարտին, այս ընթացքում դեռ պետք է ամեն ինչ կարգի բերել, ուշքի բերենք խոհանոց։ Այո։ Ու հետո գեղեցիկ մատուցենք։ Դե իհարկե մենք էլ քիչ հետո արդեն տաղավարում կողջունենք մեր հաջորդ հյուրին, խոսենք էլի բավականին հետաքրքիր թեմաներից եւ իհարկե այս ամենը ներկայացնելու ենք ձեզ համար։ Մնացեք մեզ հետ եւ փորձեք դուք էլ եթե ունեք հնարավորություն եւ հավես այս ամենը այսօր պատրաստելու, իսկ եթե ունեք ձեր սեփական բաղադրատոմս, ապա մի զլացեք եւ Facebook-յան էջով գրեք մեզ եւ Ադրիների նույնպես եւ փորձեք այդ ամենը ներկայացնել, մենք էլ կփորձենք մեր եթերների ընթացքում պատրաստել։ Կարծում եմ, որ հաճելի կլինի, որպեսզի տեսնեք, որ հենց ձեր առաջարկած բաղադրատոմսը պատրաստվում է մեր եթերում եւ իհարկե մենք անպայման հղումը կտանք դեպի ձեզ։ Մեծ սիրով, եթե ցանկություն կա, մենք պատրաստ ենք։ Դե ես կարծում եմ, որ ժամանակն է նաեւ մի քիչ համեմել մեր եթերը երաժշտությամբ, ինչ ես կարծում Ադրինե։ Մեծ սիրով։ Դու երաժշտություն միացնում ես խոհանոցում աշխատելու ժամանակ։ Իհարկե մի փոքր, չգիտեմ, սա երևի տարիքային խնդիր է։ Մի փոքր մեծացել է։ Ավելի քիչ, բայց առանց երաժշտության չեմ պատկերացնում։ Օրվա ընթացքում գոնե մի փոքր հատված տրամադրում եմ աշխատանքի ընթացքում, այո, երաժշտություն լինում է։
Բայց որ երիտասարդ է ավելի շատ։ Ազեն դու որ երիտասարդ ես, դա հիմա էլ ես դու երիտասարդ։ Երևի խոսքը գնում է կես ժամ առաջվա մասին, այս պահին մի քիչ ռիթմ էր վերացերում, հետո կվերադառնանք։ Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ խոսելու ենք հայկական արտադրանքի մասին, քանի որ այսօր էլ հրաշալի տեսահոլովակի պրեմիերա ունեցանք, հայեր կոչվում եւ հայկականը առհասարակ պետք է միշտ պրոպագանդել, որովհետեւ այն ամենը, ինչ ստեղծվում է այստեղ մեր հայրենիքում, կարիք ունի մեր օգնությանը, որպեսզի ել ավելի խթանենք եւ ել ավելի տարածենք թե Հայաստանի Հանրապետությունում եւ թե մեր հայրենիքի սահմաններից դուրս։ Միրզոյան գրադարանը հիմնադրվել է 10 տարի առաջ, երբ լուսանկարիչ Կարեն Միրզոյանը որոշեց հանրայնացնել իր հավաքածուն գրքերի, մի փոքր հավաքածու լուսանկարիչական գրքերի եւ կիսվեց մարդկանց հետ, եւ այդ 10 տարիների ընթացքում հավաքածուն բազմապատկվեց։ Շնորհիվ այդ թվում ոչ միայն իր ջանքերի, նաեւ նվիրատվության մարդիկ բերում են իրենց անձնական գրադարաններից լուսանկարիչական գրքեր եւ նվիրում են մեր գրադարանին եւ այսպիսով այսօր ունենք 800-ից ավել լուսանկարչական գրքեր։ Միրզոյան գրադարանը դա լուսանկարչական գրքերի գրադարան է, այսինքն մարդիկ կարող են գալ այստեղ եւ ուսումնասիրել լուսանկարչությունը իր բազմազան ժանրերով ու տեսակներով։ Այդ իսկ պատճառով ձեր հանդիսատեսը պիտի ուղղակի այստեղ գտնվի, բացի դրանից, որ նա ձեր ռեպորտաժի շնորհիվ կարող է իմանալ գրադարանի մասին։ Այնպես որ 1 ժամ, 2 ժամ տրամադրեք ձեր գրաֆիկից եւ եկեք այստեղ ուսումնասիրեք, որովհետեւ մեր գրադարանը ոչ սովորական գրադարան է, այստեղ մարդիկ գալիս են, աշխատում են գրքերի հետ, նույնիսկ գալիս են ուսանողներ, դասեր են անում, մարդիկ գալիս են աշխատում են այստեղ, այսինքն սա ժամանակակից գրադարան է, որը ամբողջովին համապատասխանում է երրորդ տեղ, որտեղ մարդիկ ժամանց են այդ թվում անցկացնում փիլիսոփայությանը։ Սա քանի որ լուսանկարչական գրադարան է, մենք նաև ունենում ենք այստեղ լուսանկարչական ցուցահանդեսներ, այս 10 տարվա ընթացքում տասնյակ լուսանկարիչներ են ցուցադրվել եւ արվեստագետներ, այստեղ կարող են ցուցադրվել լուսանկարիչները միայն ներկայացնելով իրենց գործերը եւ մանրամասնորեն հիմնավորելով իրենց աշխատանքը եւ կոնցեպտը պրոյեկտի։ Կարող են մեզ գրել եւ եթե մեզ դիմեն, մենք ունենք հատուկ IT ֆորմա, որը լրացնելով նրանք կարող են գոնե քայլ անել դեպի ցուցադրությանը իրենց մեր պատկերասրահում։ Հայաստանի պայմաններում շատ բարդ է, երբ անհատը մենակ ինքը իր ուժերով ստեղծում է մի գրադարան եւ այդ գրադարանը կարող է պահել 10 տարվա ընթացքում եւ ավելին։ Դա գլխավոր նվաճումն է գրադարանի, քանի որ այստեղ ոչ մի գրանտներ, ոչ մի պետական օգնություն դրամաշնոր չի եղել գրադարանին։ Սա գլխավոր նվաճումն է, նվաճումն է երկու ցուցահանդեսները, որտեղ երբ այստեղ ել է եւ իհարկե գրքերի հավաքածուն, որովհետեւ լուսանկարչական գրքերը ոչ միայն ունեն բարձր արժեք գնային առումով, այլ իրենք թանկարժեք են, այլ նաև մշակութային, որովհետև նրանք ունեն հատուկ կառուցվածք եւ նրանք իրենցով ներկայացնում են արվեստի գործեր, կարելի ասել։ Կա ցուցահանդես, կա լուսանկարչական գիրք եւ լուսանկարչական գիրքը դա այլ ընտրանք չէ ցուցահանդեսի, դա լրիվ ուրիշ ֆորմա է, որով լուսանկարիչը ներկայացնում է իր գործերը։ Հարյուրավոր միջոցառումներ են կազմակերպվել այստեղ այս 10 տարվա ընթացքում, լեկցիաներ, հանդիպումներ, քննարկումներ եւ մենք ունենք, այսպես ասած, կանոնավոր բարբերաբար մենք կազմակերպում ենք միջոցառումներ այդ թվում լուսանկարիչների համար, ֆոտոհանդիպումներ, որին կարող են մասնակցել յուրաքանչյուր մարդ, որը սիրում է լուսանկարել կամ լուսանկարում է կամ ինչ-որ բան ունի պատմելու լուսանկարչության մասին։ Ունենք ֆոտո փոխանակում, երբ լուսանկարիչները գալիս են եւ միասին փոխանակում են իրենց լուսանկարները միմյանց հետ։ Ունենք գրքի քննարկումներ, մենք ունենք մեր պարտներները, որոնց հետ մենք համագործակցում ենք եւ կազմակերպում ենք միջոցառումներ։ Մենք հունիսի 1-ին Event Report-ի հետ
կազմակերպել ենք portfolio review, եթե ձեր հանդիսատեսների մեջ կան լուսանկարիչներ, որոնք կուզենային մասնակցել, կարող են ուղարկել իրենց portfolio-ները, այնտեղ կարող են ստանալ կարևոր գնահատականներ ֆոտոյի լուսանկարչության բնագավառից մարդկանց եւ ոչ միայն ֆոտոյի բնագավառից։ Այժմ մեզ մոտ ցուցադրվում է Արցախին նվիրված լուսանկարչական գործերը Կարեն Միրզոյանի։ Նա նկարել է այս գործերը 23 թվականին, երբ Արցախից բռնի ուժով տեղահանվեցին հայերը։ Եվ լուսանկարների վրա դուք կարող եք տեսնել մեքենաները, վերջին մեքենաները, որոնք մուտք են գործում Արցախից Հայաստան։ Ծանրաբեռնված ապրանքներով տարբեր։ Այս լուսանկարները ակնթարթային լուսանկարներ են, ինչպես Polaroid հայտնի լուսանկարները։ Եվ նա կարծես թե ֆիքսում է այս պահը, ներկում է մեքենաների ֆոնը սև գույնով եւ կարծես թե նրանք սառում են այդ մթության, այդ խավարի մեջ։ Ես կարծում եմ ժամանակակից արվեստ մարդը, որ զբաղվում է ժամանակակից արվեստով եւ ժամանակակից լուսանկարչությամբ, նա պետք է ունենա մեծ հետաքրքրության դաշտ եւ մեծ գիտելիքների պաշար։ Նա չի կարող սահմանափակվել զուտ լուսանկարչական գիտելիքներով։ Ես կարծում եմ, ինչպես շատ ուրիշ բնագավառներում է տեղ ունենում, հարակից տարածքներ փնտրել եւ երկու տարածքի միջև գտնվել, ինչպես օրինակ թատրոնը գտնվում է արվեստի եւ թատրոնի դաշտում, կինոն գտնվում է դոկումենտալի, վավերագրականի եւ գեղարվեստականի հետ, այնպես էլ լուսանկարչությունը պետք է աշխատի այդ տարբեր դաշտերի հետ համատեղելով եւ այդ թվում եւ տարբեր տեսակների արվեստների հետ, որովհետեւ մենք տենում ենք, որ ժամանակակից արվեստագետը ինքը ոչ միայն իր մեդիումով է աշխատում, կան լուսանկարիչը անպայման չի լուսանկարչական ապարատով աշխատի, կարող է ուրիշ բանով աշխատել եւ ստեղծել գործեր։ Մենք այդ փորձը այսօր կա 21-րդ դարի արվեստում, որը որ սկսել է իհարկե 20-րդ դարից։ Սիրելի հեռուստադիտողներ, ահա եկեք միասին փորձենք ավարտին հասցնել այսօրվա մեր ուտեստները եւ մատուցել։ Այս մեկ ուրեմն բաղադրատոմսը մեր տաք ուտեստը արդեն պատրաստ է, ես լցրել եմ ամանի մեջ, այստեղ ունեինք քամած մածոն, համեմված օրեգանը, սև պղպեղով, աղով եւ իհարկե այս գյուղական կարտոֆիլը, որը էլի բազմապիսի ուրեմն համեմունքներով ենք համեմել։ Ահա, այս մեկ ուտեստը արդեն պատրաստ է։ Անցնենք հաջորդին։ Այստեղ ունենք լոլիկ, ունենք լոլիկի չիր։ Ես մի փոքր կիտրոնի հյութ եմ քամում այստեղ։ Եվ չենք մոռանում, որ ջեռոցում եփվում է մեր արտիճուկը։ Այսպես, սա թողնենք մի կողմի վրա։ Այստեղ ավելացնում ենք մեր կոտրատված, կտրտված գետնանուշը, պանիրը, ես ընտրել եմ գյուղական պանիր տարբերակը, մի փոքր արևածաղիկ, այսպես, եւ իհարկե հենց լոլիկի չրի հյութն ենք ավելացնում այստեղ, այսպես, խառնենք, կարծում եմ շատ վիտամիններով հարուստ եւ հագեցնող ուտեստ է ստացվելու, սիրելիներս, ահա տեսեք, թե ինչպիսի տեսք ունի այն։ Աղ չեմ ավելացնում, որովհետեւ մեր պանիրը մի փոքր աղի է։ Եվ հիմա բերենք արդեն ջեռոցից արտիճուկը։ Ահա։ Տեսեք, թե որքան գեղեցիկ է այն։ Հիմա շարենք մեր մատուցվող ամանի մեջ։ Շատ տաք է, սիրելիներս, մի փոքր պետք է զգուշ լինել։ Այսպես։
ահա, եւ կողքին մատուցել այս գեղեցիկ եւ շատ համեղ, վրան էլ կարելի է լցնել, այսպես։ Մեր լոլիկները, լոլիկի ճիրը, գետն անուշը, այս բոլորը միասին շատ գեղեցիկ եւ ճոխ համ ու տեսք ունի, սիրելիներս։ Այսպես։ Ես մեծ սիրով կուզեմ մի փոքրել այս հյութից ավելացնել մեր մասնի վրա, ինչու ոչ։ Այսպես։ Եվ իհարկե սերմը լցնենք։ Ողջույն սիրելիս, ողջույն։ Շատ գեղեցիկ եւ վստահաբար շատ համեղ ստացվել է։ Կարծում եմ լավ է ստացվել, ունենք երկու ճոխ բաղադրատոմս այսօր, հուսով ենք հեռուստադիտողը մեր այսպես առաջարկից կօգտվի, այո, եւ ինքն էլ կպատրաստի ու կվայելի։ Դե հրաշալի է, ես կարծում եմ հատկապես տոնական օրերին շատ հրաշալի տարբերակ է, որպեսզի պատրաստեք եւ ձեր հարազատ, սիրելի մարդկանց հյուրասիրեք, սիրելի հեռուստադիտողներ։ Իսկ մենք այս բան կունենանք կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կամփոփենք այսօրվա առավոտը։ Բարի լույս եղեք մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, դե ինչ, մենք կամաց մոտենում ենք մեր եթերի ավարտին, հուսով ենք, որ կարողացանք ձեզ փոխանցել դրական էմոցիաներ, կարողացանք ձեր առավոտը մի փոքր ավելի հագեցած եւ ավելի հետաքրքիր դարձնել, դե իսկ օրվա բաղադրատոմսն էլ կարծում եմ իդեալական է, թե ձեզ համար պատրաստելու եւ թե ձեր սիրելիներին հյուրասիրելու համար եւ Սուրեն Այո, եւ բնականաբար չենք մոռանում այն հրաշքի մասին, ինչը կոչվում են համեղությունները, որոնք այսօր նաեւ կհամեմեն մեր ուտեստը, եւ այս ամենը իհարկե Ջովանի գինու գործանի կողմից առաջարկվող շքեղ գինիներն են, կոմպոտներն են եւ այն համեղությունները, որոնք ներկայացված են նաեւ պահածոների տեսքով։ Եվ իհարկե առավոտյան պետք է սկսել կատնամթերք օգտագործելով, իսկ անարատ կաթից պատրաստված կատնամթերք, ինչպես նաև պանիրների լայն տեսականի առաջարկում է Էլոլա ընկերությունը։ Զգացեք բնական կաթի համը Էլոլայի հետ միասին։ Դե փորձեք նաև էմոցիաներ փոխանցել միմյանց, ինձ շատ կարևոր է, եւ այդ էմոցիաները բնականաբար ձեզ ներկայացնում են արև բացիկները։ Սրտերի տեսքով այս սրտիկները հասանել են յուրաքանչյուրի համար, իսկ այստեղ կան երկու տեքստ, մեկը Սիրուշոյի խոսքերն են, մյուսը Հայկոյի երգից են վերցված, այնպես որ այս սրտերը թող ներկայացնեն ձեր էմոցիաները։ Սրտերը եւ բոլոր բացիկները հարցեք Տերյան մշակութային կենտրոնում, Kaiser սուպերմարկետում եւ քաղաքի քաղցր եւ ծաղկաշատ վայրերում։ Այո, եւ ձեր լավագույն առիթները վստահեք Beauty Fabric-ի պրոֆեսիոնալներին, որովհետեւ իրենք իդեալական դիմահարդարման եւ վարձահարդարման միջոցով կփոխանցեն դրական էմոցիաներ։ Այո, եւ այս ամենին չմոռանանք նաեւ Master Right, որ գտնվում է Ալբանյան 37 հասցեում Barber Shop, որտեղ բոլոր պրոֆեսիոնալ բարբերները 24 ժամ պատրաստ են ձեզ կարգի բերելու։ Եվ իհարկե ոճային ու տարբերվող կլինեք Դաֆնի խանութսրահի հետ միասին, այս շատ էսթետ խանութսրահն ունի 2 հասցե Թումանյան 5 եւ Պուշկին 33։ Այցելեք եւ գտեք ձեր լավագույն ամառային լուքերը հենց Դաֆնիում։ Ժպտացեք, արևը շողում է դրսում, կարծում եմ մենք էլ փորձում ենք այդ արևը մեր եթերի միջոցով տալ ձեզ։ Եվ ինչն է հետաքրքիր, սիրելի Սուրեն, հետադարձ կապ հեռուստադիտողի կողմից շատ նշում են, որ մեր եթերները շատ սիրում են հատկապես նաև նրա համար, որ մենք անդրադառնում ենք մշակութային իրադարձություններին, որոնք տեղի են ունենում մայրաքաղաքում եւ մայրաքաղաքից դուրս, եւ եւս մեկ անգամ հիշեցնենք, որ պարբերաբար իհարկե այդ ամենը լուսաբանելու ենք, անդրադառնալու ենք եւ այստեղ մեր տաղավար հրավիրելու ենք միայն պատասխանատու մարդկանց եւ այս ամառ էլ համերգները մեր մայրաքաղաքում Երևանում շատ են, դեռ J-Lo-ի համերգն է սպասվում, Զենֆիրան է գալու Երևան, այնպես որ մեր հայրենակիցների շրջանում շատ համերգներ ունենք, այնպես որ մնացեք մշտապես առաջին ծրագրի հետ, մենք պարբերաբար կանդրադառնանք բոլոր համերգներին, իրադարձություններին, մշակութային կարևոր տոներին, որոնք տեղի են ունենում մեր մայրաքաղաքում եւ մայրաքաղաքի սահմաններից դուրս եւ այդ ամենը կլուսաբանենք հատուկ ձեզ համար սիրելի հեռուստադիտողներ։ Այո, մեր ծրագրում յուրաքանչյուր առավոտ տեղ կգտնի այն ամենը, ինչը հետաքրքիր է ձեզ համառային այս առավոտները դարձնելու ել ավելի զով ու հաճելի։ Մեզ հետ սկսեք օրը, սուրճը պատրաստեք կամ թե ինչ որ նախընտրում եք եւ իհարկե սկսեք այն ռիթմերով, որոնք առաջարկում ենք ձեզ, էլ չասեմ, այն համեղություններով, որոնք առաջարկում է Ադրինեն։ Դե իսկ մեզ փնտրեք յուրաքանչյուր աշխատանքային առավոտ ժամը 10-ից 12-ը ATV ուղիղ եթերում։ Կմիանանք վաղը արդեն եւ կկարողանանք կրկին ձեզ բարի լույս ասել եւ մատուցել ձեզ համար շատ հետաքրքիր եթեր։ Եվ վերջում չենք մոռանում
որ համեղ բաներ է պատրաստել Ադրինեն եւ պետք է տեսնենք ինչ է արդյունքը։ Մեր ուտեստի արդյունքը այսպիսինն է, մենք ունենք նախուտեստի տարբերակ եւ ունենք տաք ուտեստ, սիրելիներս, դուք էլ պատրաստեք, վայելեք այս հրաշքները եւ ձեր ընտանիքի անդամներին փորձեք պարգեւել բարձր տրամադրություն։ Սիրելիներս, իմացեք, որ ես ձեզ շատ եմ սիրում։ Մնացեք մշտապես մեզ հետ, կհանդիպենք։